Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ցեղասպանական պատերազմի 1206-րդ օրն է։ Ռուսաստանի կարևոր օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների ֆոնին Վաշինգտոնից նորից արվեցին ուտոպիական հայտարարություններ, սակայն կան այլ կարևոր նորություններ, որոնք ես այսօր կուզենայի ներկայացնել ձեզ։ Կարճ պատմեմ երեկվա Ռուսաստանի տարածքում թիրախների կարևոր հարվածի մասին, ավելի ճիշտ ինչ են ասում ռազմական փորձագետները, ապա անցնենք քաղաքական իրադարձություններին։ Երեք Մոսկվայի մարզի Ռեզոնիտ գործարանին հասցված հարվածը ռազմարտունաբերական ուղեղի եւ սրտի պայթյուն է, նշում են ռազմական փորձագետները պատկերավոր ձևով, ընդգծելով, որ այս ձեռնարկությունը արտադրում էր էլեկտրոնային բաղադրիչներ հրթիռների անօդաչու թռչող սարքերի եւ ղեկավարման համակարգերի համար։ Գործարանը արտադրում էր էլեկտրոնային պրիբորներ, որոնք կիրառվում են ռուսական ժամանակակից հրթիռների եւ անօդաչուների մեծ մասի կառավարման եւ կապի համակարգում։ Այս հարվածը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ռուսաստանի բարձր տեխնոլոգիական պատերազմ վարելու կարողությունների վրա, եւ հենց սա է դրա ռազմավարական նշանակությունը Ուկրաինայի համար, նշում են ռազմական փորձագետները։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի եւ ռազմական փորձագետների տվյալներով գործարանի արտադրանքը ինտեգրվում է հետեւյալ համակարգերում՝ Իսկանդեր, Կալիբր, Խ101 հրթիռներ, Առլան 10 Լանցետ եւ Պուպ անօդաչուներ, հրետանու եւ հրթիռային համալիրների էլեկտրոնային կառավարման բլոկներ։ Պարզ ասած, սա ռուսական հարվածային տեխնիկայի էլեկտրոնային ուղեղն է եւ դրա վնասումը հարված է ռուսական զենքի ողջ տրամաբանությանը եւ ճշգրտությանը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը ընդգծում է, գործողությունը համակարգված ռազմավարության մաս է, որն ուղղված է ռուսական պաշտպանական արդյունաբերության թուլացմանը եւ թշնամու ժամանակակից զինտեխնիկա արտադրելու կարողությունների նվազեցմանը։ Գրոհը իրականացվել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի եւ պաշտպանության այլ ստորաբաժանումների համակարգմամբ։ Սա շարունակությունն է կարևոր ռազմարտունաբերական օբյեկտներին հասցվող հարվածների շարքի, որոնք մասնակցում են զենքի մատակարարումներին դեպի ռազմաճակատ։ Իդեպ նախորդին ուկրաինական օդուժը 4 GBU-39 ավիաբոմբով հարվածել է ռուսական զորքերի դիրքերին Կուրսկի մարզում, մինչ Պուտինի բանակը փորձում է ամրանալ Սումիի մարզի հյուսիսում, ուկրաինական ուժերը ջարդում են թշնամուն նրա իսկ տարածքում։ Հարվածը հասցվել է թշնամական բանակի տեղակայման գոտուն։ Հետաքրքիր կադրերը դիտեք մեր Telegram-յան ալիքում, ինչպես գիտեք, բազում կադրեր ենք տեղադրում ռազմաճակատից։ Իսկ այդ ընթացքում ի հայտ են եկել մանրամասներ Պուտինի այսպես կոչված սանիտարական գոտու ստեղծման ռուսների փորձերի մասին Սումիի մարզում։ Վագներ մասնավոր ռազմական ընկերության մարտիկը պատմել է Ռուսաստանի բանակի հսկայական կորուստների մասին Ուկրաինայում, հատկապես Սումիի ուղղությամբ, մասնավորապես բերելով մեկ հարձակման օրինակ, ըստ նրա, մեկ վաշտից, որը բաղկացած էր 100 զինծառայողից, ողջ է մնացել միայն 8-ը։ Ռուսական բանակը շարունակում է կրել մարդկային մեծ կորուստներ աղետալի արագությամբ։ Ռելեյ Պազիվնոյով Վագների նախկին դասակի հրամանատարը պատմել է, թե ինչ է տեղի ունենում ռուսական 40-րդ առանձին ծովային հետևակային բրիգադում, որը ներգրաված է Սումիի մարզում հարձակողական գործողություններում։ Նա հղում է անում իր մարտական ընկերոջը, ով մասնակցել է Կանդրացևկա գյուղի գրավման փորձին հունիսի 5-ից 6-ին։ Իդեպ նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը սկսել են ավելի ակտիվորեն զսպել թշնամու Սումիի ուղղությամբ եւ աստիճանաբար ետ են մղում նրանց նախկինում գրաված դիրքերից։ Քաղաքական զարգացումներին անցնելուց առաջ մի քանի խոսք զենքի թեմայով։ Օրեր առաջ մեջբերեցի Իսրայելի դեսպանին Ուկրաինային Patriot հոփ համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Ի տարբերություն դեսպանի, Իսրայելի արտգործնախարարությունը ավելի զգուշավոր հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ պաշտոնական Երուսաղեմը չի մատակարարել նման համակարգեր Ուկրաինային։ Թերևս դեռ զգուշանում են Մոսկվայից կամ պարզապես չեն ցանկանում վերջնականապես փչացնել հարաբերությունները Իրանի դեմ հարվածից առաջ։ Մեր Telegram-յան ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեղյակ են Իսրայելի հարվածների մասին, ասեմ, որ այս հարվածները նպատակ ունեն ոչնչացնել Իրանի ռազմական ղեկավարությունը եւ ատոմային զենք ստեղծողներին եւ այս ոլորտների հետ կապված բոլոր այն մարդկանց կամ օբյեկտները։ Ես վաղուց խոսում էի այս մասին, կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը եւ փորձագիտական դաշտին ճիշտ վերլուծել իրադարձությունները։ Ցավոք, մենք ինչպես եւ Հնդկաստանի եւ Պակիստանի դեպքում տեսանք միայն կարծիքներ, ավելի ճիշտ ցանկությունները տարածվում էին իրականության փոխարեն, հա, եթե դա կարելի է կարծիք ասել փորձագետների դեպքում, ուրեմն ասենք նաեւ
կարծիքներ, որոնք չէին համապատասխանում իրականությանը, այլ զուտ մեկնաբանողների անձնական էմոցիոնալ հայտարարություններ էին։ Իսրայելը իր էկզիստենցիալ վտանգի դեմ է պայքարում, հարվածելով Իրանին, նոր իրավիճակի ստեղծմամբ պետք է որ Հայաստանում ճիշտ հետևություններ անել։ Ցավոք սրտի նախորդ տասնամյակների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը ընտրել է դաշնակիցներ այնպիսի երկրների, օրինակ Ռուսաստանին եւ Իրանին, որոնք աշխարհի համար ահաբեկ չկան երկրներ են համարվում եւ իրենցից մարտահրավեր են ներկայացնում։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը դուրս բերել բոլոր հնարավոր վտանգների պերսպեկտիվայից։ Իդեպ հետաքրքիր է ինչպես է Հայաստանը պատրաստվում մեր հայրենիքի սահմանին լարվածության սրացմանը, կան տեղեկություններ, որ Ամերիկան արդեն անաղմուկ տարհանում է որոշակի խմբերի իր քաղաքացիներին։ Լավ կլիներ իմանայինք Հայաստանի քայլերի մասին, հայրենիքի անվտանգությունը հաստատ ավելի կարևոր է ներքաղաքական արհեստական օրակարգերից, երբ ոսոխը գալիս է նրա համար տարբերություն չկա թե ով որ կուսակցությունից է եւ երկրի անվտանգությունը բոլորի հոգսն է։ Վերադառնալով Պետրիոտ համակարգերին, գործնականում ամեն ինչ ներկայացավ այնպես, որ Իսրայելը վերադարձրել է տվյալ համակարգերը Գերմանիային, որոնք ժամանակին վերցրել էր վարձով, իսկ արդեն Բերլինն էլ դրանք փոխանցել է Ուկրաինային։ Պարզապես դեսպանը ցանկացել էր ցույց տալ, որ Իսրայելն էլ մասնակցություն ունի Ուկրաինային զենք մատակարարմանը։ Դե փաստացի այո, եթե ասենք իրենք դա չվերադարձնեին Գերմանիային, պահեին իրենց մոտ, այդ համակարգերը Ուկրաինային չէին տրամադրվի։ Իսրայելը զգուշ, բայց արդեն միանում է արևմտյան կոալիցիային Ուկրաինայի օգնելու հարցում, այս մասին անդրադարձել եմ օրերս։ Իմջելոց նախորդին Ուկրաինան Գերմանիայի հետ պայմանավորվածությունը ձեռք բերել նաև Այրիստի համակարգերի մատակարարման վերաբերյալ առաջիկա 3 տարիներում, ասեմ, որ Այրիստին նույն Պետրիոտի անալոգն է համարվում, բայց որոշ ռազմական փորձագետների կարծիքով հանդիսանում է Պետրիոտից ավելի լավը, հատկապես բալիստիկայի հետ պայքարի համար։ Դե գիտեք, հիմա ռուսները մնացել են միայն բալիստիկայի հույսին, բալիստիկայի եւ շահեդների մասով այլ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի կողմից, իսկ բալիստիկան պետք է զսպվի արդեն նման մեծ կայաններով։ Զելենսկին հայտարարել է նաեւ, որ Գերմանիան 2025 թվականին կավելացնի Ուկրաինայի պաշտպանական ոլորտի աջակցությունը, մասնավորապես խոսքը գնում է հեռահար հրթիռներին եւ անօդաչու թռչող սարքերի ուկրաինական արտադրության մեջ ներդրումների մասին։ Անցնենք քաղաքական թեմաներին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե շատ հիասթափված է ռուս-ուկրաինական պատերազմում ներգրաված երկու կողմերից, քանի որ ըստ նրա պետք է արդեն խաղաղ համաձայնության հասած լինեին։ Հետարքիր է ինչի հիման վրա էլ նման հույսեր կապել նա։ Այդ մասին նա ասել է լրագրողներին 3 Սպիտակ տանը. «Մեջբերեմ, ես շատ հիասթափված եմ Ռուսաստանից, բայց նաև Ուկրաինայից, որովհետև իմ կարծիքով կարելի էր հրադադարի հասնել։ Հիշեցի մեր հայկական ասացվածքը, երբ արտը խախուտ, մահանա կարկուտ, չէ»։ Ակնհայտ է, որ Թրամփը խորապես նեղված է այն փաստից, որ Ուկրաինան սարդոստային գործողությամբ ամբողջ աշխարհին ցույց տվեց Ռուսաստանի անօգնականությունը։ Իսկ Պուտինը, ով ի վիճակի չեղավ արժանի պատասխան տալ այդ խայտարակությանը, ընտրեց վայրագ հարվածներ խաղաղ քաղաքների ուղղությամբ, եւս մեկ անգամ ապացուցելով, որ պարզապես վախկոտ եւ նենգ թշնամի է։ Եվ ահա երեք Թրամփը նորից իր ոճի մեջ էր, եւս մեկ անգամ ցուցադրելով իր քաղաքական մեղմ ասած անլրջությունը։ Նրա խոսքերով, մեջբերեմ, այժմ բոլորը ատում են Ռուսաստանը, բայց սիրում Գերմանիան ու Ճապոնիան, ակնհայտորեն ակնարկելով երկրորդ համաշխարհայինի իրողությունները։ Ակնհայտ է, որ ոչ միայն Պուտինն է մնացել անցյալում, այլ նաեւ Թրամփը, նույնքան հետամնաց վտանգավոր եւ անկանխատեսելի քաղաքական գործիչ, որը վտանգ է ներկայացնում առաջին հերթին մեր սիրելի Ամերիկայի համար։ Թրամփը կրկին խոսել է պատերազմում մեծ կորուստների մասին եւ նշել, որ կողմերը արդեն կարող էին պայմանավորվածության հասնել։ Միևնույն ժամանակ նա վստահ է, որ իր թիմը իզորու կլինի դադարեցնել պատերազմը։ Թրամփը կարծես թե մոռացել է, որ ոչ առաջին անգամ է ներկայանում աշխարհին որպես ծաղրանկարային կերպար, մեկը լիներ հարցներն ան, իսկ դու որ հարցում ես հաջողություն ունեցել։ Դե կարճ ասած նա Պուտինի ընկերն է, դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ այդ ընթացքում նրա խորհրդական քելոգը կարելի ասել զարգացրեց երևակայությունը ել ավելի։ Նրա խոսքով Ամերիկան ցանկանում է կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում ըստ արկա ճակատային գծի, այսինքն փաստացի թողնելով օկուպացված տարածքները Ռուսաստանի վերահսկողության տակ։ Թանել չէ, փրթած մածուն, չէ։ Քելոգը նշել է, որ հրադադարը պետք է լինի երկարաժամկետ, երևի հույս ունեն, որ մենք հարմարվենք, նոր իրավիճակին։ Դրանից հետո ըստ ամերիկյան կողմի հնարավոր կլինի վերադարձնել Ռուսաստանին քաղաքակիրթ հանրության շարքեր, այսպես է ձևակերպել Քելոգը իր միտքը։ Սրանք չեն հասկանում, որ այս տեմպերով իրենք Ամերիկան են առանձնացնում քաղաքակիրթ աշխարհից։ Իսկ հավանաբար, որpիսի մենք շատ չվշտանանք նոր ամերիկյան վարչակազմի այսքան բացահայտ անհետետ ցանկություններից, Քելոգը նաև առանձնացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ջանքերը պատերազմի ավարտի ուղղությամբ, համեմատելով նրան
Ամերիկան ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ։ Նրա տրամաբանությամբ մենք պետք է հուզվենք այս գնահատականից եւ համաձայնենք այն անհեթեթության հետ, որը ներկայացվում է որպես հարցի լուծում։ Ուկրաինայի իսրայելցի բարեկամները ենթադրում են, որ հնարավոր է սա մաս է կազմում մեծ խաղի, իսկ հնարավոր է Թրամփը իրեն տեսնում է այն նախագահի դերում, ով կկարողանա մեկուսացնել Չինաստանին, քանի որ Չինաստանը ռազմավարական սպառնալիք է ոչ միայն Ամերիկայի, այլ նաև բոլոր արևմտամետ քաղաքակրթությունների համար առանց բացառության։ Հնարավոր է Թրամփը իսկապես փորձում է ինչ-որ ձևով ազդել Պուտինի վրա, նրան պոկելով չինական արտաքին քաղաքականության ուղեցրից, ինչը բավականին միամիտ մոտեցում է, քանի որ Պուտինը գոյություն ունի Չինաստանի շնորհիվ։ Առանց Չինաստանի Պուտինը արդեն պարտվել էր։ Իսրայելցի վերլուծաբանները կարծում են, որ Թրամփը պետք է հասկանա, Պուտինի հետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով։ Թրամփը, ով հնարավոր է փորձում է բանակցությունների միջոցով խզել Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները, ի վերջո կձախողի, քանի որ Կրեմլը խորապես կախված է Պեկինից։ Իր հերթին Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը կոչ է արել Ամերիկային Եվրոպայից չպահանջել անհնարինը, ընդգծելով, որ Դոնալդ Թրամփը մինչ այժմ լիարժեք չի հասկանում, թե ինչ է Իրանից ներկայացնում Ռուսաստանը։ Խոսքը Ամերիկայի դերը ՆԱՏՕ-ում պակասացնելու մասին է եւ հիմնական պաշտպանական բեռը անմիջապես եվրոպական երկրների վրա դնելու Թրամփի փորձերին։ Չեխիայի նախագահը քննադատել է նաեւ Թրամփի մոտեցումը Կրեմլին, Մոսկվայի մեկուսացման, վերացման եւ հնարավոր տնտեսական մերձեցման ձգտման համատեքստում Պյոտր Պավելը նշել է, որ ԱՄՆ նախագահը լիովին չի ըմբռնում, թե ինչ է Ռուսաստանը եւ ովքեր են ռուսները։ Այս ֆոնին ՆԱՏՕ-ն պատրաստվում է ուժեղացնել վերահսկողությունը Պուտինի բանակի նկատմամբ Ուկրաինայում եւ ոչ միայն նոր տեխնոլոգիա է մշակվում։ Դաշինքում նշում են, որ Պուտինը մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում եւ արդեն պատրաստվում են հակազդման նոր միջոցներ։ Մեր լսարանը հավանաբար նկատել է, թե ինչպես է փոխվել մեր եվրոպացի բարեկամների հռետորաբանությունը լայնածավալ պատերազմի արդեն 4-րդ տարում արևմուտքում ավելի հստակ տեսնում են Ուկրաինայի հերոսական պայքարը եւ արդեն սկսել են բացահայտ անվանել ամեն ինչ իրենց անուններով։ Պուտինին որպես ընդհանուր վտանգ են ընկալում եւ ներկայացնում, ինչ առաջ խոսում էին միայն անալիտիկները, հիմա այս ամենը ներկայացվում է արևմտյան հասարակությանը։ Իհարկե, սա հույս է ներշնչում, սակայն ցավոք արևմտյան դանդաղկոտությունը դեռ իր տեղում է։ Այս նորությամբ էլ կավարտեմ մեր կարճ եթերը, փորձեցի ձեզ ներկայացնել միայն կարևոր լուրերը։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել, տարածել մեր եթերները։ Ինչպես արդեն ասել եմ, ամառը շատ դժվար պերիոդ է YouTube-ի համար։ Մինչ նոր հանդիպում, կտեսնվենք։